ԿՊ-ի հետ չենք համագործակցելու, որովհետև 3 տարի իրենց հետ աշխատել ենք եւ 3 տարվա մեջ մենք տեսնենք, որ այն ծրագրերը, որ մենք ուզում ենք իրականացնենք, իրենք ուղղակի չեն թույլ տալիս, որ մենք իրականացնենք։ Բա որ ինչ այլ եկում թույլտվությամբ եք արել։ Դա տեղական ինքնագլուխ։ Այո, դա տեղական ինքնակառավարման մարմին է կոչվում, քաղաքապետը ընտրվում է եւ քաղաքապետը, այո, տեղական ինքնակառավարման մարմինն է։ Առաջին անգամ Հայաստանում եղել է այդ 3 տարվա ընթացքում, որ քաղաքապետը գործել է ինքնուրույն։ Այո։ Եվ ընտրվել եք ինքնուրույն, հա։ Աջան, ընտրվել եք նաև ինքնուրույն, առանց Նիկոլ Փաշինյանի թևերի տակ մտնելու։ Թևերի տակ կներեք, բոլորի եք ընտրվել։ ընտրվել Առաջին անգամ ժողովրդի կողմից։ Ժողովրդի կողմից։ Այո, 18 Ձեր առանց Նիկոլ Փաշինյանի հովանավորության դու կարող ընտրվեի։ Նիկոլ Փաշինյանը ոչ մեկին չի հովանավորել։ Հանգիստ առաջադրել։ Չէ, հանգիստ, առանց։ Տեսեք, փաստերով։ Այո, եկեք փաստերով խոսենք։ 18 թվականի հոկտեմբերին տեղի է ունեցել ընտրություններ Երևանի քաղաքապետի եւ հաղթել է Իմ քայլը դաշինքը, ոչ թե քաղաքացիական պայմանագիր, Իմ քայլը դաշինքը դա ամբողջ հեղափոխական թիմն էր։ Հեղափոխական թիմի անդամներ Նիկոլ Փաշինյանը, Դավիթ Սանասարյան, ես եւ շատ այո, եւ շատ այո, իհարկե, թույլ կտակ խոսեմ, թե թույլ կտակ, բայց թույլ կտակ խոսեմ, թե շնորհակալություն, ագրեսիվությունը խնդրում եմ հանգիստ։ Չէ, դե միջամտում եք իմ խոսակցությունը։ Այսինքն դա հեղափոխական թիմն էր եւ հեղափոխական թիմը գնաց ընտրությունը Իմ քայլը դաշինքով, որտեղ այն ժամանակ քաղաքացիական պայմանագիր անունը ոչ ոք չգիտեր, բացարձակ։ Եվ Իմ քայլը դաշինքը հաղթեց քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը։ Ադես սխալ ասում։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անունը դեռ չգիտեն եւ դրա համար հենց որոշում կայացվեց, որ Իմ քայլը անվան տակ գնանք ընտրությունների, այդ որոշման մեջ ես եմ մասնակցել Իմ քայլը դաշինք, այո, հենց այդ անվան տակ, այո, գնանք ընտրության։ Հետո հիմա որպեսզի հասկանանք արդյոք Նիկոլ Փաշինյանը կապ ունի այս ամեն ինչը թե չէ։ Ընդամենը 1 ամիս անց Կապանում եղել են ընտրություններ, նույնպես տեղական ինքնակառավարման Կապանի քաղաքապետի ընտրություններն էր, որտեղ նույնպես մասնակցում էր Իմ քայլը դաշինքը, նույնպես Փաշինյանը գնաց փողոցներով ամբողջ Կապանով ֆռած, ասեց, այս մեր տեխնացուն է, անպայման պետք է Բաբայանն էր տեխնացուն, պետք է իրեն ընտրել, գորած, եւ Իմ քայլը պարտվեց։ Այսինքն նույն Նիկոլ Փաշինյանը այստեղ եկավ, միասին մենք անցկացրեցինք այս ամեն ինչը եւ ես ընտրվեցի 82%-ով քաղաքապետ, նույն Նիկոլ Փաշինյանը ընդամենը 20 օր, 30 օր հետո գնաց Կապանում գորած, ասեց ես եմ բոլորը